Այսօր մենք կքննարկենք Բարսելոնա vs Վալենսիա Լա Լիգայի 4 տուրը։ Գնացինք։ Վերջապես ես տեսա նորմալ խաղ Բարսելոնայի կողմից։ Ուղղակի կոդրում, մոդրում, 52, просто հիանալի խաղ, շատ շնորհակալ ենք Յամալի, որ տրավմա ստացել։ Ладно, осуждаю կատակ երեսի, Յամալ ջան արագ վերականգնվի, որ ավելի լավ խաղանք։ 6-0 ախտեցինք Վալենսիային, շատ հիանալի խաղով, Ֆերմինը խփեց դուբլ, Ռաֆինյան խփեց դուբլ, Լևանդովսկին, Մեսիելի, Պապիկը խփեց դուբլ, խետրիկ դուբլներից, բայց ավելի լավ կլիներ մի հատիկ, երկու հատիկ դուբլ, մի հատիկ խետրիկ, էլի, որ вообще կոնֆետ կառնի։ Այսօր կքննարկենք այդ խաղը, կտեսնենք ինչն է լավ ու ինչն է լավ։ Ոչ մի վատ բան չկար։ Վերջապես դուք ինձ չգրիխ եմ, ես խեյտ անում Բարսային, այո, դրա համար լայք ենք դնում։ Այս կոմենտարը։ Սկսենք առաջին թայմից, որը դժվար էր ընթանում, բայց Բարսան ոնց որ փորձում էր թեթևակի կոդրել առանց Ռաֆինյայի։ Ընդհանրապես առաջին թայմում Ռաֆինյա չէր խաղում, դա մեծ վապրոս է, բայց դա դիսցիպլինայի հարց է, որտեվ ուշացել էր Պրեդիգրավայ ռազմիկայից ու դրա համար Ֆլիկը ասեց՝ «Դի չու արա»։ Նիշալի արա, ոչ մի հասկացակ։ Ու չխաղաց Ռաֆինյան, հա։ Առաջին թայմում պրոստը հիանալի էր խաղում Ֆերմին Լոպեզը, շատ լավ ռիվոկներ, շատ հիանալի խաղ։ Ոչ ամեն ինչ լավ էր, պասերը ճիշտ, ուդարները տենց 50-50, բայց մի հատիկ կարևորը խփեց առաջին թայմում։ Ռեշֆորդը շատ լավ էր խաղում առաջին թայմում, ինքը ոնց որ դեռ այդ սիներգիան չունի խաղացողների հետ, բայց ոնց որ արագություններ ունի արդեն դրիբլինգը եթում է, ոչ թե դրիբլինգը անում ու ոնց որ կոդրվում է, այլ կոդրում է ու վերջում է էլի կոդրում է, բայց նորմալ է։ Հա, Ռունի Բաբլտին խաղում էր Ռաֆինյայի փոխարեն։ Եկամ նորմալ է ցուցադրեց, իհարկե թմակիցները դեռ իրատես դավերը չեն կամարեն, բայց ժամանակի ընթացքում սա օքեյ կլինի։ Ну, տենց եսի ինչ բան չէ, մի հատիկ դες պատակը խփեց ուղևորների, նաև խոսանք ցենտրալի զաշիտիկների մասին։ Խաղում էր Կուբարսին ու Էրիկ Գարսիան։ Իհարկե հետաքրքիր Սիլվիասկայա, հա, տենց բան, հա։ Ну, ոչ մի բան չկա ասենք, որտեվ ոչ հարցակում էր Վալենսիան, ոչ էլ ոչ մի բան չէր անում։ Պրոստը պաս էին տալի իրար, հետո մենք խորում ենք գրում ենք գոլ ենք։ Այդքան է։ Հա, վայ, մոռացա, Ֆերան Տորմուզը վերադառնում էր պրայմի մեջ ու երկու հատ իդեալական մոմենտ է կորցնում, Տորմուզ պրայմ էլի լրիվ։ Հա, երկրորդը միանգամից Ռաֆինյան է մտնում ու կոդրում է եթում է։ Նախարարին Ռեշֆորդը հիանալի պերեդա չի անում, Ռաֆինյան դե պատահական ոտը կպավ, եսի ինչ եղավ, գնդակը մտավ արտների մեջ ու Ռաֆինյան խփեց իր գոլը։ Հետո Ֆերմին Լոպեզը իր պոշկան կոդես վարտերը քիչերոն ծակվել, վրատերի ձեռի մեջ ծակ կարան գտնեն հեսա։ Ես ում երկու ես կարող է հայտնի, որ վրատերի այս մասում ծակ կա։ Նույն ձևի Ռաֆինյան պրոստը չգիտեմ ինչ ուժով տալիս է վարտերը ծակում է, 4 գոլը կոդրում է էլի։ Հետո Լևանդովսկին է դուրս գալի ու դուբլ է միանգամից կոդրում։ Լևանդովսկին լավ խաղաց։ Ну, երկու հատ գոլ խփեց, չի կարող խաղալ։ Ահա, երկու հատ գոլ խփեց, հերիքան։ Նյուկասլին մենք պատասխանում ենք մեծակույն ձևի կոդրենք, բայց կարող է անցտարան նման չկոդրվենք էլի։ Էրիկ Գարսիա ջան, նամյոկի պոնյոկ։ Ու Ֆլիկ, դու այս վիդեոն նայում ես, ես գիտեմ, հարգարժան Ֆլիկ, խնդրում եմ, ոչ մի էքսպերիմենտ չանես Նյուկասլի դեմ, Նյուկասլը Վալենսիան չի, որ իր դեմ դնես 15 պաշտպանող խաղաս, 2 հոգի հարձակվող ու հետի ասես էքսպերիմենտն է։ Ну, Էսի ձևի համար կատակով ասեցի, բայց կարող է ինքնարիտ 15 հարձակվող առանց բրատան խաղանք, կարա դες բաներ։ Առանց էքսպերիմենտ պրոստը պետք է կրենք ու всё։ Всё, այսքան կարտենք մեր վիդեոն, այսօր խեյթ քչացրեցինք, Ֆերան Տորմուզի մենակ կոդրեցինք, դա էլ ոչինչ են թողնում։ Ձեզ ամենալավ բանը չմոռանաք լայքել, բաժանորդել, Գագոներ, Տրևիս Սկոտը,